Աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտում իրականացված բարեփոխումներն էին ազգային ժողովի տնտեսական հարցերի փետրվարի 4-ի նիստի գլխավոր թեմաներից մեկը։ Ինչպես նշեց Արսեն Թորոսյանը, վերջին տարիներին կատարված փոփոխությունների ծավալը լայն է և ընդգրկում է սոցիալական աջակցության տարբեր ուղղությունները։ Մենք շատ ենք կարևորում մեր կենսաթոշակառուների կյանքի պայմանների բարելավումը, որի մեջ մտնում է նաև կենսաթոշակի վճարումը ինքնին, բայց ոչ միայն, ես հատուկ եմ ուզում շեշտել, որտեղ մենք հաճախ այդ նպատակին հասնում ենք ոչ ուղղակի պարզապես կենսաթոշակը բարձրացնելով, այլև հարակից շատ ավելի կարևոր ծառայություններ մատուցելով։ Ամենամեծ ծրագրերից մեկը անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստների հետ վճարն է, որի չափը մինչև 2025-ի ավարտը կազմել է 12%, ոչ ավելի քան 6000 դրամ, իսկ այս տարվանից 20% մինչև 10000 դրամ։ Կայուն դրական դինամիկա է արձանագրվում նաև աշխատատեղերի ստեղծման և զբաղվածության աճի ոլորտում։ Մենք նաև ունենք անուղղակի ցուցիչներ, դրանցից մեկը դա մեր անապահովության համակարգում գրանցված անձանց թիվն է, որի մասով ունենք անկում, այսինքն մենք 2018 թվականին հարգելի գործընկերներս էլի ուզում եմ ցույց տալ, նայեք, ունեցել ենք 92564 ընտանիք մեր անապահովության համակարգում հայտնի փարոսում, հա։ Մենք հիմա ունենք 48778 ընտանիք, մոտավորապես կեսը, ինչը նշանակում է, որ այս ընտանիքները դուրս են եկել ըստ էության աղքատությունից, հա։ Պետական բյուջեում ամենամեծ հատկացումներ ունեցող նախարարությունը շարունակում է իրականացնել ծրագրեր ուղղված բնակչության խոցելի խմբերի կյանքի որակի բարելավմանը և սոցիալական արդարության ամրապնդմանը։ Նիստի ընթացքում չշրջանցվեց նաև անհուսալի վարկերի թեման։ Ունենք իդենտիֆիկացված մոտ 200,000 քաղաքացի, որոնք պոտենցիալ կարող են ընկնել անհուսալի վարկերի ծրագրի շրջանակներում, այսինքն օգտվել այդ ծրագրից, եւ ի սկզբանե թիրախը եղել են հենց այդ քաղաքացիները, որոնց մեջ նաև կան արդեն իսկ մոտ 40,000-ից ավել աշխատող քաղաքացիներ։ Բայց իրավիճակը եւ վիճակագրությունը մեզ ցույց է տալիս, որ մինչ օրս ունեցել ենք ընդամենը 8000 շահառու։ Սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում մինչ օրս 2384 հաստատված դիմում կա։ Առաջատար շահառուն նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղն է 280 նորակառույց տներով։ 3 խմբի համար ուզում ենք վերաբացել այս ծրագիրը։ Մեկը այն քաղաքացիներն են, որոնք դուք էլ նշեցիք, պարոն Կոնջարյան, որոնք արդեն ունեն հողամաս կամ շինթույլտվություն 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ, որովհետև այդ ժամանակ է ծրագիրը ավարտվել։ Երկրորդը մի քիչ համաչափ զարգացում ապահովելու համար մենք այնուամենայնիվ նոր շահառուների համար մտածում ենք այն վերաբացել միայն այն համայնքներում, որտեղ ավելի քիչ տներ են կառուցվել։ Եվ մի կարևոր ուղղություն է, որը մենք ուզում ենք սինխրոնացնել մեր այլ գերատեսչությունների եւ այլ քաղաքականությունների, դա նոր դպրոցներն են։ Մենք գիտենք, որ ունենք կառուցվող շատ հարյուրավոր դպրոցներ, նաեւ այնպիսի համայնքներում, որտեղ այդ պահին այդքան երեխա չկա, որ սովորի սահմանված չափի այդ տեղերում, հա։ Երեխայի ծնունդով պայմանավորված արձակուրդի տրամադրման ժամկետների, գյուղական համայնքներում գործազրկության նվազեցմանն ուղղված հնարավոր ծրագրերի մշակման, ինչպես նաև այլ սոցիալական հարցերի շուրջ նույնպես տեղի ունեցան քննարկումներ։ Նախարարի խոսքով ամեն բան արվում է ոլորտի շարունակական բարելավումն ապահովելու համար։ Անի Գրիգորյան, Սյունիք լուրեր։